Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։ Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար հայեմի եթերում։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Արդար հայեմի եթերում ինչ անել հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Եվ հաղորդումը ինչպես միշտ վարում ենք մենք, այդ միաբանության անդամներ Էդգար Մակարյանը Երևանից եւ ես Արմեն Ներսիսյանը Գյումրիից։ Բարև ձեզ, պարոն Մակարյան։ Բարև ձեզ։ Սկսենք մեր զրույցը, քանի որ մենք ամբողջապես կառուցում ենք տրամաբանական հերթագայության վրա, նախորդ մեր հաղորդման ժամանակ մենք փաստեցինք, որ տիրապետող կամ արժանիորեն տիրապետող օրակարգը բացառապես պետք է լինի ազգային հայրենատիրական պայքարը, բայց ազգային հայրենատիրական պայքարը ոչ թե ընդդեմ սրան նրան, այլ հանուն ազգային պետության ձևավորման։ Այսինքն այն ինչ տեղի է ունենում այսօր եւ մեր պետականության հետ, եւ ազգի հետ, եւ ընդհանրապես հասարակական հարաբերություններում դա կործանվող համակարգի դրսևորումներն են, եւ մեր առաջարկը ազգային հայրենատիրական ազատագրական պայքարի շնորհիվ ձևավորել ազգային համակարգ։ Իսկ ազգային համակարգը մենք բազմիցս խոսել ենք, որ ազգային համակարգը ինքը որպես համակարգ պետք է անհրաժեշտ սուբստանցիաներից բաղկացած լինի, մասնավորապես դա մշակութացման ոլորտն է, որտեղ հիմնական կոդերն են տրվելու հասարակության վերաճի, քաղաքական ոլորտն է կառավարման տեսակետից եւ կառավարման էվոլյուցիայի տեսակետից եւ պատահական չէ, որ մենք առաջ ենք քաշում աշխարհաժողովային մոդելը եւ հիմնականը դա տնտեսական մոդելն է, ինչպես գիտեք, մենք տնտեսական մոդել ասելով կամ տնտեսակարգ ասելով ի նկատի ունենք համակարգի նյութական հիմքը։ Այսինքն համակարգը, որը բաղկացած է 3 հիմնարար սուբստանցիաներից, տեղեկատվությունից, էներգիայից եւ մատերիայից, նյութից, ապա անհրաժեշտ է նաեւ խոսել տնտեսական համակարգի մասին որպես մատերիա։ Իսկ ինչ է դա իրենից ենթադրում։ Առաջին հերթին այն ինչ այսօր գոյություն ունի աշխարհական համակարգը ամբողջ աշխարհում, ինքը ստիպել է սպառող գերնյութապաշտ անատի ձևավորմանը, այսինքն համակարգը սպասարկել է սպառող տեսակի ձևավորմանը, որը մարդկային էության, մարդկային էվոլյուցիայի տեսակետից կարելի է ասել, որ հետնահանջ է դիտարկվում կամ ավելի ճիշտ կառավարման տիրույթ։ Աշխարհական համակարգը, բայց միաժամանակ փլուզվում է։ Սա բոլորին է ակնհայտ եւ ինչպես շատ մասնագետներ դիտարկում է, եկել է լիբերալ տնտեսության մահը այսօր։ Այս տրամաբանության մեջ է, որ մենք առաջարկում ենք նոր համակարգ եւ այդ համակարգը կոչվում է հայրենատիրական տնտեսակարգ կամ հայրենատիրական տնտեսավարում իր սեփականության ձևով, խնդրին մոտեցումներով, ինչպես մենք նշել ենք, ամեն ինչ պետք է դիտարկել անցյալ ներկա ապագա ժամանակային ժառանգական տիրույթում, հետեւաբար եղելով անցյալից, արդիականացնելով ներկայում, կենսագործելու ենք ապագայում։ Ավելի մանրամասն այս համակարգի մասին կխոսենք եւ ընդհանուր փիլիսոփայությունը հետեւյալում է, որպեսզի մեր հասարակությանը ավելի պարզ լինի մեր առաջարկածը, այսօր ներկա փլուզվող համակարգի, այսպես ասենք, կարկառուն ներկայացուցիչները, որոնք այսօր այսպես ատամներով պահում են Հայաստանում իշխանությունը, իրենց խնդիրները լուծելով եւ ընդհանուր ծրագրի սպասարկելով Հայաստանակործան ծրագրին սպասարկելով, մենք գիտենք, որ այլ բանաձև են առաջարկում եւ իրական Հայաստանի այսպես կեղծ այս կատեգորիայի ներկայացման ժամանակ որպես գաղափարախոսություն վարչապետ կոչվածը հայտարարեց, որ տնտեսական հիմնական բանաձևը պետք է լինի հարստացիր եւ հարստացրու։ Նորից այն սխալ փիլիսոփայական կամ գուցե իրենց պատկերացմամբ, քանի որ իրենք այդ համակարգի մեջ են, այդ բանաձևը, որ առաջինը դու պետք է հարստանաս։ Մենք բանաձևը փոխում ենք եւ ավելի մանրամասն հաղորդման ընթացքում կխոսենք հարստացրու, որ հարստանաս։ Այսինքն գլխավոր խնդիրը հասարակական բարիք ստեղծելն է եւ հասարակական բարիքի եւ հասարակական բարօրության պարագայում է, որ յուրաքանչյուր ոք կարող է հարստանալ։ Հարստանալը միայն նյութական ընկալում չէ,
այդ թվում նաև նյութական ընկալում է եւ որքան բարեկեցիկ է հասարակությունը, որքան զարգացած է հասարակությունը, այնքան անհատը այդ հասարակության մեջ զարգացած է։ Հետևաբար յուրաքանչյուրի կենսագործման հիմնական նպատակը հասարակական բարիք ստեղծելն է եւ հարստացնելը, որի պարագայում հաստատ հարստանալու է։ Եղավ, շնորհակալություն, այո, ասելիքը բավականին լայնամասշտաբ է, թերևս չգիտեմ այսօր մենք մեր հաղորդման ընթացքում կտեղավորվենք թե չէ, բայց անշուշտ այս թեմային մենք կանդրադառնանք։ Իսկ այսօր խոսելով տնտեսական բովանդակության մասին, անմիջականորեն այն պետք է կապենք անցած կիրակիի հետ, որտեղ մեծ պահքի շրջանում անցած կիրակին հենց վերաբերում էր տնտեսին, այդպես էր կոչվում էր տնտեսի կիրակի, որտեղ որպես պարտադիր կանոն ընթերցվում է անիրավ տնտեսի առակը, իսկ անիրավ տնտեսի առակը իր բովանդակության մեջ հետևյալն է, որ տերը կանչում է իր տնտեսին եւ ասում է, որ ամբաստանում են քո մասին, այն հաշվով, որ դու վատնում ես տնտեսությունը, անիրավ ես վարվում տնտեսության հետ, որը պատկանում է ինձ, եւ հետեւաբար դու կզրկվես այդ իրավունքից, որը տրված է քեզ։ Եվ այստեղ այդ անիրավ տնտեսը մտածում է, որ եթե ինքը զրկվելու է, ապա ինչ կարող է անել, որովհետեւ մուրացիկությամբ զբաղվել չի կարող, դա ամոթ է, ինքը մշակել չի կարող, որտեվ չի կարողանալու անել, հետևաբար մնում են բոլոր նրանց, ում այսպես ասած անարդար էր վարվել, ում այսպես ասած ավել միավորներ էր գրել պարտքի տեսքով, մուրհակների տեսքով, ապա բոլոր նրանց կանչել իր մոտ եւ նրանց մուրհակները ում ավելով գրված էր, այսպես էր ջնջել, ջրել, որպեսզի կարողանա հետո նրանց մոտ տեղ ունենալ, նրանց տներում ապավեն ունենա։ Եվ կանչելով յուրաքանչյուրին իր մոտ, այդ զեղչը, այսպես ճակերտավոր ասած, զիջումն անում է եւ այդ մուրհակները նրանց իջեցնում է։ Այս առումով ինչն է կարևոր եւ Տերը գովում է նրա այս արարքի, ինչ իմաստով, որ ասում է դու կարող ես, այսինքն այդ բարի կամքի, բարի ցանկության քայլը մի տեսակ զղջման եւ ապաշխարության քայլ է, ավելին ասում է, որ մարդիկ, այսինքն երկրի որդիները շատ ավելի խորաման գտնվեցին, քան լույսի որդիները, եւ այստեղ ինչու է սա շատ կարեւոր շեշտադրում, որտեղ լույսի որդիները ասելով նկատի ունի այն հրեշտակներին կամ այն անկյալ հրեշտակներին, ովքեր ապստամբել էին Քրիստոսի տիեզերական գահակալության, տիրակալության հանդեպ, եւ հետեւաբար նրանք, քանի որ հպարտ մնացին եւ չզղջացին եւ չապաշխարեցին եւ մեղած չեկան եւ իրանց հպարտության գերին գոռոզամտության գերին շարունակեցին մնալ, հետեւաբար այս իմաստով նրանք շարունակեցին մնալ մեղքի տակ, մինչդեռ հենց մարդիկ ավելի խորաման գտնվեցին եւ հասկանալով այդ մեղքից ազատագրվելու ճանապարհը բարի գործ անելու մեջ է, զղջալու, ապաշխարելու եւ բարի գործ անելու մեջ է։ Այստեղ է որ Քրիստոսն այս առակով ցուցանում է ապաշխարության այս կարևոր քայլը եւ ավելին ասում է, որ եթե դուք փոքրի մեջ տեր չեղաք, ինչպես կարող եք մեծի մեջ տերնել, եթե փոքրը ձեզ վստահված էր եւ դուք չարդարացրեցիք, ինչպես կարող է ձեզ ավելին վստահվել։ Նույնիսկ ասում է, որ այդ անիրավ մամոնայից ձեզ բարեկամներ սարքեցեք, որ եթե այդ մամոնան էլ քչանա, ապա երկնքի արքայությունում տեղ ունենաք, ավելին ասում է, որ եթե դուք այդ անիրավ մամոնայի մեջ, այսպես ձեզ չարդարացրեցիք, ապա ինչպես կարելի է ձեզ ճշմարտությունը վստահել, սա շատ կարևոր շեշտադրում է, որին կանդրադառնանք, եւ վերջին ասում է, եթե դուք ուրիշին, այսինքն տիրոջ ունեցվածքի, տիրոջ շնորհի մեջ, ոնց որ ասած տեր չեղաք, ինչպես կարելի է ձերը ձեզ տալ։ Այս իմաստով եւ ասում է, որ երկու տիրոջ չեք կարող ծառայել, որտեղ մեկին կատեք, մյուսին կսիրեք, մեկին կմեծարեք, մյուսին կարհամարեք, որտեղ կամ Աստծուն պետք է ծառայես, կամ մամոնային պետք է ծառայես։ Այս իմաստով շատ հստակ ուղերձներ է տալիս եւ որը կարծում եմ շատ կարևոր է հենց այսօր մեր իրականության համար եւ այն հարցադրման համար, որ մենք բարձրացնում ենք նախ որպես զղջում եւ ապաշխարություն եւ հատուցում եւ դարձ եւ վերջին հաշվով ներում այս ամբողջական բանաձևի մեջ, որին հիմա կանդրադառնանք եւ ընդհանրապես հայկական համակարգի մեջ որպես այդ համակարգի տնտեսական նյութական բաղադրիչ։ Հիմա այս թեմայով կփորձենք որոշակի մեկնաբանություններ անել
Հիմա նայեք, եթե մենք խոսում ենք զղջումից ու ապաշխարությունից, ապա շատ դեպքերում մենք շեշտում ենք, որ այդ զղջումը, ապաշխարությունը մեծ հաշվով պարտադիր չէ, որ, չգիտեմ, 3 միլիոն, 10 միլիոն կամ ավել ազգը կարողանա այդ գիտակցությանը գա հոգևոր ճանաչողության, հոգևոր ընկալունակության բարձր մակարդակում, որտեղ դրա համար պետք է ունենաս այդ հոգևոր ճանաչողություն, այդ հոգևոր հաղորդակցություն, այդ հոգևոր հաղորդությունը, որպեսզի գաս այդ մակարդակին։ Եվ դրան բոլորը չեն, որ կարող է գա, ազգաբնակչության շատ փոքր, շատ նվազագույն մի տոկոս կարող է գալ, բայց մնացած առումներով երբ խոսում ենք զղջումից, ապաշխարությունից, ապա խոսում ենք դրա բազմաշերտության մասին, այն իմաստով, որպես աշխարհի կյանքի մաս, որպես մեր առօրյա, որպես մեր կյանքի մի անբաժանելի մաս, որտեղ կարող լինի եւ քաղաքական իմաստով, չէ՞ որ մենք այս 30 տարիների ընթացքում այդ քաղաքական իմաստով նաեւ մեղանչեցինք, սխալներ գործեցինք եւ հիմա այդ մեղքերից ազատվելու խնդիր կա։ Էլ չեմ ասում, որ 2018 թվականում ժողովրդի ազգաբնակչության հսկայածավալ մի զանգված, չգիտեմ, Երևանից սկսած մինչև Լոս Անջելես, մինչև, չգիտեմ, Վլադիվոստոկ, մինչև Մելբուրն կամ մեկ այլ տեղ, ամբողջ հայությունը ցնծում է։ Այսինքն սեփական քաղաքական անգիտությունը կամ եթե կոպիտ չասենք տգիտությունը բերեց մեզ ճակատագրական սխալին։ Հիմա այս սխալի համար ապաշխարությունը նույնպես չէ ապաշխարությունը, այսինքն գիտակցության փոփոխություն բառի ամենաուղիղ իմաստով հունարենից թարգմանաբար, գիտակցության փոփոխության խնդիր կա։ Եվ հիմա այստեղ բոլոր առումներով, եւ եթե վերցնենք 30-ամյա մեր մշակութային կյանքը, այդ իմաստով նույնիսկ ապաշխարության խնդիր կա, եթե վերցնենք տնտեսական կյանքը, այստեղ նույնպես ապաշխարության կա, եւ հիմա այսօրվա այս հաղորդումը նվիրված է հենց այս բովանդակությանը, տնտեսական առումով մենք ապաշխարելու, զղջալու տեղ ունենք, թե չունենք, եւ եթե ունենք, ինչպիսին է լինելու դա։ Եվ հիմա այս իմաստով շատ կարեւոր է, եթե ասում ենք զղջալ, ապա եւ ապաշխարել, այսինքն սեփական սխալ ապրած այս 30-ամյա կյանքը տնտեսական արդեն բովանդակության մասին ենք խոսում, վերանայելու խնդիր կա։ Իսկ ինչպես մենք մեկ բառով կբնութագրենք այս 30-ամյա տնտեսական կյանքը, եթե մեկ բառով բնութագրենք, ապա միայն ու միայն ագահություն, դարձյալ ագահություն, նորից ու նորից ագահություն։ Այսօր եթե դուք նայեք Երևանի այս շինարարությամբ, այս ճակերտավոր բումին, ապա դուք կտեսնեք, որ մեր Երևան քաղաքին եթե լեզու տան, բերան տան, ապա նա կճճա կաղակի այս վայրենի շինարարության տեմպերից, որը մեկ բառով կոչվում է ագահություն։ Եվ այս ագահությունը հոգու մահացու մեղքերից 7 մեղքերից մեկն է։ Եվ ինչ է կարծում, այդպիսի մեղսակ շատ այս թափքի մեջ Միտը չի գալու դրա հատուցման պահը, անխուսափելիորեն գալու է։ Եվ եթե մենք հանկարծ քննենք, թե ինչ բաղադրիչներից է կազմված այս բումը, որ հիմա շինարարական տեղի ունենում, ապա մենք կտեսնենք, որ այն ամբողջությամբ հիվանդագին բաղադրատարերի վրա է կառուցված եւ հետեւաբար այն վաղ թե ուշ պայթելու է մեր գլխին։ Այս առումով ինչ է, հիմա եթե մենք քննենք, ապա դուք կտեսնեք, ամբողջ Հայաստանի տնտեսությունը հիմա այսպես խարիսխված է 3 հիմնարար արատավոր երևույթների վրա։ Առաջին արատավոր երևույթը դա Հայաստանի Հանրապետության արտաքին պարկը 2 անգամ մեծացնել է 12.5 միլիարդը անցկացնել է 6 միլիարդից եւ շարունակաբար այն ավելացնում են, այս անգամ ավելացնում են, որպեսզի այդ տոկոսներով այդ 12.5 միլիարդի տոկոսները սպասարկեն, այսինքն մենք տոկոսով փող ենք վերցնում, որ տոկոսները փակենք։ Երկրորդ մոլուցկը, եթե մենք կարողանանք տեսնել, ապա պարզից էլ պարզ որ ամբողջ այս շինարարական բումը արհեստական է, պատերազմական երկրում գտնվող ընդամենը 3 միլիոնից ավելի քիչ բնակչություն ունեցող երկրում այսպիսի կապիտալ շինարարության ծավալներ եւ այսպիսի անշարժ գույքի գներ, դա ուղղակի որևէ տնտեսական բաղադրիչում չի տեղավորվում։ Հարցը լուծվում է ընդամենը 2 ձևով, 2-3 խնդրի համար։ Առաջին, հասկանում եմ, որ տնտեսությունը Հայաստանում որևէ մեծ արտադրություն, արդյունաբերական հիմք չկա, հետևաբար տնտեսությունը պահելու համար մի ճանապարհ կա, օգտվելով ոսկե կանոնից, որ կապիտալ շինարարությունը տնտեսության լոկոմոտիվն է։ Հետևաբար պետք է այնտեղ փող ներարկել, արհեստական գնաճ ապահովել այդ շուկայում եւ այդ արհեստական գնի հաշվին կարողանալ փող պտտեցնել։ Իսկ որտեղից է փողերը գալու եւ եթե հանկարծ հետաքննություն կատարվի, կարող է պարզվի, որ մեր թշնամական երկու պետություններից, հատկապես Թուրքիայից, գալիս է հսկայական ծավալի հարյուրավոր միլիոնավոր դոլարներ,
ներմուծվում է Հայաստան, շատ դեպքերում մարդիկ դա բացատրում են հենց այդ խաղադրույքներ կատարող երկու հիմնարկությունների միջոցով Հայաստանում գործող, որոնք միլիարդավոր դոլարների շրջանառություն են անում։ Այդ որտեղից այդ շրջանառությունը եւ հանուն ինչի։ Եվ հանկարծ կարող է պարզվել, որ այդ շրջանառությունն անում է կապիտալ շինարարության համար, եւ հանկարծ կարող է պատահել մի օր էլ զարթնենք եւ տեսնենք, որ այս կապիտալ շինարարությունը մեր համար չէր անում, թե մենք այդքան պահանջարկ չունենք, եւ սա արվում էր, չգիտեմ, այն 300,000 ադրբեջանցիների համար, որ կարող է օրից մի օր էլ գան եւ այդ տները պարզի, որ արդեն վաղուց կանխիկ փողով արված է, ահա այսպեսին բան։ Եւ երրորդ հիմքը, որի վրա պահվում է արհեստականորեն Հայաստանի Հանրապետությունը, դա դոլարի կուրսն է, որ եթե մի օր էլ հանկարծ դոլարի կուրսը պայթեց, կարող է ամբողջ դեֆոլտի առաջ կանգնի երկիրը։ Այսինքն երեք հիմքերն էլ, որի վրա տնտեսությունը խարսխված է, եւ արտաքին պարկ, որը մեր եւ մեր սերունդների վրա է դրված, որի տոկոսը վերցնում ենք, որ տոկոս սպասարկենք, երկրորդը կապիտալ շինարարությունը, որը նույնպես ուշտ է շուտ պայթելու այդ արհեստական իր գներով եւ ելի եմ ասում անհայտ ցակման այդ փողերի շրջանառության հաշվին եւ երրորդը դոլարի կուրսը, որը նույնպես այսպես արհեստական պահվում է։ Հիմա այս խնդրով, երբ որ ասում ենք այս տնտեսական փուչիկը, եթե պայթեց, ուրեմն աղետալի հետևանքներ կարող ունենա։ Բայց հիմա նայեք, այսինքն խնդիրն ինչ է գնում, եթե մենք այս ագահու եւ ինչ խնդիր են լուծում սրանով, մեր թշնամիները եւ տեղական թշնամիները, նրանց տեղապահները, այսպես ասենք, շատ լավ են մեզնից լավ են ճանաչում։ Եվ ասեմ են, որպեսզի հիմա եւ կուլ տանք Արցախի կորուստը եւ կուլ տանք վաղը միսօր 1000 այլ զիջումներ, հայրին պետք է պայել ընդամենը մեկ մոլուցքի մեջ, ագահության մոլուցքի մեջ եւ հայերը տարված փող աշխատելու այս տենդով, իրանք ամեն ինչ կմոռանան, անգամ չեն էլ տեսնի, թե ինչպես են այդ շենքերը սարքում հենց թուրքերի համար, չեն էլ տեսնի, չեն էլ հասկանա, բայց քանի որ յուրաքանչյուր մեկը մտահոգված է լինելու իր առօրյա 5000 դրամը, 10000 դրամը, $100, $1000, 10000 դոլարն ամեն մեկը ըստ իր մասշտաբի իր կարողությունների աշխատելու տենդով, այդ մոլուցքով չեն էլ տեսնի, թե թուրքը ոնց սահմանն անցավ, եկավ, հասավ Երևան։ Դա նման է այն ռակին, ում դրել են, այսպես ասած, տաք ջրի մեջ եփում են, եւ այդ ռակի դեմ ընդամենը մի կտոր հացի փշրանք են դրել, այդ խես գետինը ուտում է այդ հացի փշրանքը, բայց չի հասկանում, որ ինքը եփվում է։ Մենք հիմա այդ օրին ենք ընկել, մենք այդ ագահության դոլարի հետևից ընկած չենք տեսնում, թե մեզ ոնց են եփում։ Եվ ելի եմ ասում, մի օր կհայտնի, որ թուրքը արդեն սահմանը քայլելով կգա իր Երևանի բնակարանների ետևից։ Հիմա ինչու եմ նաև այսքան երկար այս ամեն ինչը, որտեղ մենք խոսում ենք, եթե խոսում ենք, այո, այդ մեղքի զգացումից, այդ ապաշխարությունից, այդ զղջումից, այս ամեն ինչը նաև ունի հատուցման խնդիր։ Նայեք, մենք 30-ամյա այս մեր կյանքը եղել է այդ ագահության, այդ $100 հետևից վազքը։ Այսինքն սկյուռիկի պես դրված ենք եղել մի անիվի մեջ եւ անընդհատ վազել ենք այդ շագանակի հետևից, որը ենթադրենք $100 տեսք է ունեցել։ Բոլորը անխտիր վազել են դրա հետևից։ Ամեն մեկը կրկնենք իր մասշտաբով, մեկը $10, մեկը 100, մեկը 100,000-ի ենթադրենք։ Հիմա այս պարագայում լավ, եթե մենք տեսնում ենք, որ այս ամեն ինչը տանելու է մեզ փորձության, մեզ փորձանքի, ինչպես մենք մեր աչքի առաջ տեսանք, որ այդ նույն $100 հետևից վազող Արցախը այլևս չկա, եւ կապ չունի տեղով $10 էր աշխատում 100 թե 1000, այդ հարստությունը թողվեց թշնամուն։ Եվ միթե մենք չենք տեսնում, որ այդ նույն տրամաբանությամբ կապ չունի այստեղ ով ինչ մասշտաբի հարստություն ունի, կամ տան մեծությունը ինչքան է, կամ շենքերի մեծությունն ինչքան է, կամ բիզնեսների կարողությունն ինչքան է, մենք օրերից մի օր այդ նույն տրամաբանությամբ կթողնենք թուրքերի։ Եվ այստեղ ողբերգությունն ինչ է, որ հայերը չեն կարողանում գան այն գիտակցության, որ կարելի է մի պահ կանգ առնել այդ $100 վազքի մոլուցքի հետևից եւ հասկանալ ինչ է կատարվում եւ փորձել այդ նոր համակարգային փոփոխությունն անել, արդեն գալետի մասած զղջումի ապաշխարության հատուցման գաղափարի, որտեղ հիմա խոսեմ հատուցումից, թե դա ինչ ձևաչափ պետք է կրի, որպեսզի ձևավորվի նոր համակարգը, որը կարողանա կանխել այն փորձություններն ու փորձանքը, որը գալու է մեր գլխի։ Որտեղ չի կարող այս ագահությունը, այս տեմպերով Երևանյան ագահությունը չունենա իր հետևանքը։ Դա ուղղակի բացառված է, որտեղ մեղքի վարձքը մահն է։ Հիմա եկեք շարունակեմ ասելիքս։ Տեսեք, Արցախում մենք թողեցինք այդ հարստությունը, բայց գիտակցությունը այստեղ չկա, որ կարող է նույն մեկ օրվա մեջ նույն հարստությունը թողենք էլի թուրքերին։ Հիմա այս առումով հատուցումը ինչ պետք է լինի։ Մեր սեփական հատուցումը, եթե մենք հասկանում ենք, որ սխալ ենք արել, նույն տնտեսական բովանդակության մասին եմ խոսում ընդամենը, այս 30 տարիներից ինչի ենք, ինչ հատուցման ենք պատրաստ։ Այստեղ գալիս այդ ապաշխարություն, ասած բառի ուղիղ իմաստը, գիտակցության փոփոխություն, ինչ զոհողության,
ինչ նվիրաբերումի, ինչ ընծայաբերումի, ինչ զիջումի, ինչպիսի փոխօգնությամբ քայլ պետք է կատարվի, որպեսզի ձևավորվի նոր տնտեսական հարաբերությունները կամ տնտեսական հարաբերությունների նոր մեխանիզմը եւ դրա առաջնային բջիջները։ Սա շատ կարևոր եւ հիմնարար բան եմ ասում։ Ինչու՞։ Որտեւ տնտեսությունը ամենից առաջ դա մարդկային, հասարակական, ազգային հարաբերություն է, որը առաջնահերթ իրենից պահանջում է սոցիալական պատասխանատվություն։ Այսինքն չկա մարդկային հարաբերություն, եթե չկա սոցիալական պատասխանատվություն։ Եթե սոցիալական պատասխանատվությունը հանում ես, այնտեղ արդեն գործում է ջունգլիական օրենքները, ինչպես մինչև այսօր գործել է։ Երկրորդ, եթե մենք խոսում ենք տնտեսությունը որպես մարդկային հարաբերություններ, ապա մենք պետք է ասենք, որ տնտեսությունը ամենից առաջ տվյալ հանրույթի, տվյալ ազգի հոգևոր հասունության ցուցիչն է ու ինդիկատորն է։ Եթե մենք գնում ենք ջունգլիական օրենքներով, իսկ ցույց է տալու, որ այդ ջունգլիական օրենքների տնտեսությունը ոչ թե արդեն հոգևոր հասունության հանրույթի կարգավիճակ է, այլ ընդհանրապես ջունգլիներով ապրող գայլերի, որոնք ապրում են գայլային օրենքներով։ Եվ վերջապես երրորդ բանաձևը, որ տնտեսությունը ամենից առաջ հանրույթի եւ ազգի հոգևոր հասունության հիմքն է։ Այսինքն այնպիսի տնտեսություն, ինչպիսին դու կձևավորես հիմա, այդպիսի հոգևոր հասունության համար տրամպլին, մեկնարկային կետ կարող է ստեղծել։ Հիմա ես գամ արդեն խորքային այս բանաձևին։ Տեսեք խնդիրը որն է, մենք ասում ենք, նայեք, 1000 բանի պատրաստ ենք, չէ՞ անելու, 1000 զոհողության գնալու անգամ Արցախի համար, անգամ մեր սեփական կյանքը նվիրաբերելու, անգամ մեր սեփական զավակների կյանքը նվիրաբերելու Արցախի համար որպես հայրենասիրության, հայրենանվիրության դրսևորում։ Բայց երբ որ գալիս է հարցը տնտեսական բնագավառում, բիզնես ոլորտում մարդու առջև հարց դնելու, իսկ ինչի զոհողության ես պատրաստ, իսկ զոհողությունը այստեղ ֆինանսական գումարով չի չափվում, $1000, $100,000 թե ինչ, այլ բիզնես մտածողության, այն տրամաբանությունը, որ դուք ասեցիք, որ կեղծ այդ բանաձևը, որ արդեն սպառում է իրեն կամ ինքն այն ջունգլիական օրենքներին, էգոիստական օրենքների, կապիտալիստական, այն էլ վարի կապիտալիստական աշխարհի բանաձևներ հարստացիր եւ հարստացրու, որտեղ այդ պարագայում յուրաքանչյուր մեկ իմ Հայաստանը մտածում էր իր հարստանալու մասին, դիմացինի աղքատության հաշվին, դիմացինի դժբախտության հաշվին, դիմացինի ունեցվածքը խլելու, նրան ունեզրկելու հաշվին։ Այսինքն այս մոլուցք, այս բանաձևից հրաժարվելու տենդենց կա, մտայնություն կա, ապաշխարություն կա, այսինքն գիտակցության փոփոխություն կա, թե չէ, բայց ցավալիորեն չկա։ Եվ ինչու չկա, նայեք ինչն է այստեղ խնդիրը։ Հայի համար մտածում է հայը, ասում է լավ, ես իմ քրտինքով ենթադրենք աշխատում եմ, եւ ես այս աշխատանքի մեջ ինչը զիջեմ ձեզ։ Ես ձեզ զիջելու բան չկամ, դու էլ ես հայ, ես էլ եմ հայ, ես էլ եմ այս երկրի քաղաքացին, դու էլ։ Ես կարողանում եմ աշխատում, գնա դու էլ աշխատի։ Ինքը քեզ ոչ մի բանով չի զիջում, այսինքն այդ սոցիալական պատասխանատվության գիտակցությունը չունի եւ չի զիջում, որտեղ ինքը համարում է, որ ճշտմարտության եւ արդարության հարաբերությունների մեջ ինքը եւ ճիշտ է եւ արդար։ Բայց մի պահ երբ փոխվում է իրավիճակը եւ ենթադրենք թուրքը իր յաթաղանով է գալիս, արդեն նա փոխում է իր գիտակցությունը այս մտածողության ճշտի եւ արդարության, որովհետեւ հասկանում է, որ այստեղ գործում է ճշմարտության եւ արդարության ուժի օրենքը, ոչ թե սոցիալական պատասխանատվության, ոչ թե ազգակցի հանդեպ եղբայրասիրության կամ ընտանեկան հարաբերությունների ձևաչափով, այլ գալիս է գործելու ուժի օրենքը, ուժի արդարությունը։ Գալի ասում է, ես եկել եմ խլելու քո ունեցվածքը, եւ հիմա Արցախում խլեցին, ոչ մեկ ձեն չանեց։ Հայաստանում վաղը կխլեն, Աստված մի արածե, բայց ոչ մեկ ձեն չանտով ընդունել են, որպես սա կյանքի նորմ, ուժեղն եկավ խլեց, սա էլ է արդարության օրենք։ Բայց օր առաջ ոչ մեկ քայլ չանի սոցիալական պատասխանատվության հիմքի վրա գիտակցության փոփոխության, որպեսզի ձևավորեն նոր հայկական համակարգ, եւ այդ հայկական համակարգը բերի ընտանեկան հարաբերությունների ձևաչափ։ Եվ այդ ընտանեկան հարաբերությունների ձևաչափն է, որ ասում ենք, ահա այն զիջումն է, ահա այն հատուցումն է, ինչպես արեց անարդար տնտեսը, այդ անարդար տնտեսը այդ զիջումն արեց, այդ խորամանկությունն արեց, ավելին այդ խորագիտությունն արեց, որի համար գովվեց, որ այո դու քո մեղքից ազատվեցիր, որտեղ կարողացար գնալ այդ զոհողության, այդ գիտակցության։ Եվ հիմա այստեղ խնդիրը խորքի մեջ հենց այստեղ է։
հայկական բիզնես շրջանակը կգա արդյոք այդպիսի խորքային գիտակցության, սոցիալական պատասխանատվության այս բանաձևի մեջ ընտանեկան եղբայրական հարաբերություններ ստեղծելու, որտեղ ինչն է սրա արդյունքը, այս որ ասում ենք հատուցումից հետո գալիս է ինչպես ասել ենք դարձը, այսինքն կյանքի նոր ձևաչափը, եւ մենք խոսում ենք կյանքի նոր ձևաչափի մասին, այդ մեծ դարձի գաղափարի մասին, հայկական ընտանեկան հարաբերություններ ձևավորելու բանաձևին, այսինքն համայնքային կուռ միավորներ, համակարգեր ձևավորելու մասին, որը հազարամյակներով հայությունն ապրել է եւ գոյատևել է այդ կուռ համայնքային գիտակցության մեջ, որտեղ առաջնային է եղել սոցիալական պատասխանատվությունը, որտեղ առաջնային է եղել հարստացրու, որ հարստանաս բանաձևը։ Եվ հիմա այս խնդրի մեջ, որ մենք խոսում ենք, կարևորը հենց նորից այստեղ է, մենք այդ գիտակցությունը կունենանք, թե չէ այդ դարձը կատարելու։ Իսկ դարձը ինչով է կարևոր։ Կարևորը նրանով, որ գալիս է հաջորդ աստիճանը, ներումը նախ այո Աստծո առաջ եւ երկրորդ ներհասարակական կյանքում սոցիալական արդարությունը վերականգնելու եւ այս խոր ատելությունը, այս խոր թշնամանքը, որ կա հաղթահարելու, որտեղ այլ տարբերակ հաղթահարելու չկա, որտեղ եթե հիմա թողես այս խոր ատելության մեջ, որ 30 տարիների հայ մարդն ապրեց եւ հասկացավ, որ ինքը իր սեփական երկրում ապրում է անարդարության պայմաններում, այսօր այդ անարդարության զգացողությունն աճել է խոր թշնամանքի եւ այս խոր թշնամանքը հնարավոր չի հաղթահարել առանց մեր ասած այս ապաշխարության դրսևորումների ընդհուպ միջև ել եմ ասում հատուցում եւ դարձ եւ ամենակարևորը ներում որպես սոցիալական համերաշխություն, սոցիալական հաշտություն, սոցիալական խաղաղություն եւ սոցիալական արդարություն։ Միայն այս հողի վրա է դա հնարավոր։ Մենք ըստ սպառում ենք մեր հատկացված ժամանակը այսօր միայն կխոսենք ընդհանուր փիլիսոփայությունից, հաջորդիվ խոստանալով, որ դա կդետալավորենք առանձին հարաբերություններում եւ տնտեսական կոնկրետ մեխանիզմների դրսևորում։ Երկու հիմնական առանցքային խնդիր դիտարկվեց, երկու տիրոջ ծառա չեն կարող լինել եւ մենք այստեղ նաեւ հստակ ասում ենք, որ պետք է մեր նորից երբ որ ասում ենք հոգեվոր դարձ պետք է կարողանանք նորից փաստել մեր հավատարմությունը Տեր Աստծուն եւ երկու տիրոջ ծառա, այսինքն եւ մամոնային ծառայել եւ Աստծուն ծառայել անհնար։ Իսկ այն համակարգը, որ այսօր գործում է ամբողջ աշխարհում, բոլորը դիտարկում են, որ դա աշխարհական համակարգն է եւ ըստ էության դրված է հենց մամոնային ծառայելու համար։ Ստեղծելով իրենց դրամաբանության մեջ հանճարեղ բանաձևը, շահով փոխտու բայց երբեք մի վերցրու, այս համակարգը կառուցվեց եւ այս համակարգը ինքը կառուցված էր մեկ դրամաբանությամբ, այդ շահի դրամաբանությամբ եւ նպատակը հետեւյալն էր, որ մարդկությանը այդ շահի միջոցով կարողանան կտրել հենց Աստծուց։ Իսկ մենք կարևոր շեշտադրում կատարենք մասնագետների դիտարկմամբ, եթե նայում են ամբողջ մարդկության պատմությունը, դա կաղուտացման եւ կաղուտատիրության կամ ավելի կոնկրետ շահագործման փուլային հաջորդականություն է իրենից ներկայացնում կախված գործիքների փոփոխության հետ, թե ինչպես է այդ շահագործումը տեղի ունեցել, ստրկացման, նեոստրկացման, ճորտացման եւ այլ տեսքով։ Այս համակարգի մեջ ընդանուր այնինչ տեղի ունեցել։ Թերևս եզակի համակարգերից մեկը հայկական համակարգն է, որտեղ ոչ դասական իմաստով ստրկություն է եղել, ոչ դասական իմաստով ճորտատիրություն է եղել խորքային, որովհետև շահագործման սկզբունքը չի աշխատել։ Եվ երբ որ մենք ասում ենք վերադարձ ապագա, դա ենթադրում է, որ մենք վերարժևորում ենք այն համակարգերը, որոնք բացառապես հիմնված են եղել արտարության վրա, այդ թվում նաև տնտեսական համակարգը, դուք արդեն շեշտեցիք դա համայնքային տնտեսվարման մոդելն է, մենք կիրառում ենք նաև այլ եզրույթներ, շրջանառու հիմնադրամներ եւ այլն, որոնց միջազգային փորձերը կա, դրանց մասին կխոսենք։ Խոսքը հայկական համակարգի ձևավորման մասին է։ Եվ փորձենք հստակ բանաձևել, եթե մեր հավատարմությունը վերահաստատում ենք Աստծո հետ, այսինքն նորից ուխտ, նորից դարձ, հաստատելով պետք է կարողանանք նաև համապատասխան տնտեսական համակարգը ձևավորել, որի հիմքը արդարությունն է, այսինքն հայկական համակարգը,
եւ ես պարակայում է, որ հնարավոր է առանձին հայերի կൂട്ടակած կապիտալը վերածվի հայկական կապիտալի, որովհետեւ մեր պատմությունը հատկապես վերջին շրջանում ցույց է տվել, որ հայկական կապիտալ չի եղել մեծաշուտ։ Եղել է առանձին հայերի կապիտալ, որոնք էլ առանձին իրենց ողորմածությունից ելնելով կարողացել են ազգային ծրագրեր իրականացնել։ Խոսքը չի վերաբերել կամ չի նույնականացվել ազգային կապիտալի մասին։ Եվ այնինչ այսօր մենք առաջարկում ենք դա հայի կապիտալը վերածել հայկական կապիտալի։ Եվ եթե հայ աշխատում է, որպեսզի հայկական մեծ ընտանիքում բարօրություն, բարեկեցություն տիրի, ապա հենց իր կապիտալը արդեն իսկ դառնում է ամբողջի կապիտալը։ Եվ ես պարագայում եմ, որ մենք կարողանանք կոտրել ներկա տիրող տնտեսակարգը, որը ըստ էության փլուզվում է, նորից շեշտենք, եւ ավելի դաժան հեռանկարներ են տարբեր սցենարներով մեզ առաջարկում, դրանց մասին չարժե մանրամասն խոսել, համապատասխան աշխատությունների մեջ մենք դրանց անդրադարձել ենք, խնդիրը հետեւյալն է, ինչպես մենք բազմիցս ասել ենք, թե ներհասարակական հարաբերություններում, թե միջանձնային հարաբերություններում, թե ներազգային հարաբերություններում, թե Աստծո հետ հարաբերություններում հստակ կողմնորոշում պետք է լինի։ Եվ այդ կողմնորոշումը պետք է արտահայտվի նաև տնտեսական հարաբերություններում։ Այո, հիմա տեսեք, դուք խոսեցիք հայկական կապիտալի մասին, հայկական համակարգի մասին եւ հրեական վաշխառոական կապիտալի մասին, սա շատ կարեւոր շեշտադրում է, որտեղ եթե խոսում ենք հայկական կապիտալի մասին, դրա համար պետք է առնվազն երկու նախապայման։ Առաջինը պետք է համակարգ, որը գեներացնի, ծնի, բխեցնի, զարգացնի, աճեցնի այդ կապիտալը։ Այսինքն այդ կապիտալը մեկ ամբողջական համակարգի մեջ պետք է ներառվի, որպեսզի ինքը այդտեղ հենց աճի, զարգանա, բազմապատկի։ Այո, եւ երկրորդ ամենակարևորը, այդ պահից սկսած նա պետք է ծառայի որպես միջոց, գործիք իրենից ավելի բարձր նպատակին ծառայելու համար։ Հայկական իրականության մեջ երկուսն էլ բացակայում են։ Դա փոքրի շատ է տեղի ունեցել 18-րդ դարում, երբ արդեն չկար հայկական պետականությունը, այսպես ասած, եւ ամենակարևորը այստեղ նաեւ պետականության խնդիրն է, որը կարող է հենց միևնույն ժամանակ դառնալ նպատակ, որ այդ կապիտալը ծառայեցի պետության ձևավորմանը, եւ երկրորդ հերթին հենց ինքը պետությունը նաեւ աջակցի այդպիսի համակարգի ձևավորմանը։ Այսինքն սրանք փոխ լրացնող են։ Հիմա նայեք, հայկական իրականության մեջ 1045 թվականից հայկական պետականությունը վերացավ, իսկ 1375 թվականից արդեն Կիլիկյան Հայաստանը վերացավ։ Եվ հիմա հայկական կապիտալ որպես այդպիսի ոչ մի հնարավորություն չուներ ձևավորում, բայց արդեն Պարսկաստան տեղափոխված Նախիջևանի հայերը, հետո արդեն Հնդկաստան տեղափոխված հայերը, որտեղ արդեն զարգանում էր այսպես կապիտալիստական աշխարհակարգը, կարողացան հայկական ձեռներեցությունը, կարողացավ առևտրային կապիտալի հսկայական ռեսուրսներ գեներացնել եւ ամբողջ այդ ճանապարհային շղթան իր վերահսկողության տակ վերցնել։ Եվ այստեղ միլիոնավոր այսպես հզորությունների շրջանառություն կազմակերպել։ Եվ հիմա այստեղ այդ նույն կապիտալի տերերը, իդեմս Մադրասյան խմբակի, կարողացան արդեն լցվել հայկական ազգային պետություն կերտելու այդ նպատակին։ Այսինքն այդ իմացած երկու պայմանը սկսեց ձևավորվել մի կողմից համակարգ, այսինքն ամբողջ առևտրային կապիտալի շրջանառությունը բերվել էր համակարգային հիմքերի վրա էր դրվել եւ այդպիսի կապիտալը իր առջև խնդիր էր դրել ազգային պետության, այսինքն մեծ նպատակ, քան ուղղակի փող գեներացնելը չէ, այլ փողը դառնում է միջոց եւ նպատակ ավելի մեծ այսպես գերնպատակի կայացման համար։ Հիմա այս առումով իրենք խնդիրը դրեցին, ձևակերպեցին, նույնիսկ գրվեց Շահամի Շահամյանի որակայդ փառած, այսինքն նոր պետականություն ձևավորելու եւ այլն, եւ համակարգը որպես սահմանադրություն, այսպես է ժողովրդավարական երկիրներից շատերից առաջ, որոնք դեռ էլ այդ ժամանակ միապետություններ են, հայ իրականության մեջ երկնվում էր ազգային պետության այդ մոդելը, բայց ինչ-ինչ պատճառներով գիտենք, որ արդեն գաղութատիրությունը ձեր ասած լավ մեծ թափերով զարգանում էր եւ ձևավորում են կայսերական հզոր պետություններ
եւ այդ հսկայական հզոր պետությունները, որ հայրից էին օգնություն խնդրում Հնդկաստանում մուտք գործելու եւ առևտուր անելու համար, հետագայում իրենք այսպես ծովահենային նավատորմների միջոցով ոչնչացրեցին ամբողջ այդ ցանցը, այդ որ ասում ենք համակարգ, դա ամբողջ առևտրային ցանց է։ Դրանից հետո արդեն 19-րդ դարում, երբ որ ձևավորում էր ամբողջ Թուրքիայի տարածքում հայկական եւ առևտրային կապիտալը եւ արդյունաբերական կապիտալը, ինչ որ միտեղ նաեւ աշխարհական բանկային կապիտալը, սա էր մի հսկայական ցանց, որի դեմ այդ համաշխարհային հզորները չէին կարող աշխատել եւ միակ լուծումը գտնվեց ցեղասպանության մեքենան օգտագործել, այսինքն գլխատելու համակարգը, որտեղ համակարգը որպես այդպեսին ձևավորում էր հենց հայկական այդ ամբողջ միջավայրում թուրքական կայսրության տարածքում հայերը իրենց ձեռնարկության շնորհիվ կարող էին դա անել, բայց 1915 թվականի այդ համաշխարհային այդ հսկա դարի կողոպուտի հետևանքով գլխատվեց այս հսկայական ցանցը։ Բայց նույնիսկ այստեղ մի փոքր շեղվենք եւ ասենք, որ նույնիսկ 1930-ական թվականներին, երբ հիտլերյան Գերմանիան փող հայթաթելու առումով նաեւ խնդիր դրեց հրեական համակարգը ոչնչացնելու, իր մի խնդիրը որն է, որ ասում են այն փողերը, որը թալանվել են Հայաստանից, հայկական կապիտալից, հիմա մենք այդ նույն փողերը հետ կբերենք Գերմանիայի, այսպես ասած, կլցնենք Գերմանիայի բյուջե, որտեղ նրանք լավ հասկանում են, որ այդ փողերի կողոպուտը կազմակերպող հիմնական պարագլուխներն ովքեր են եւ ով շահեցին այդ կողոպուտից։ Հետևաբար նրանց են 30-ական թվականներին արդեն այսպես հոլոկոստի ենթարկելով նրանց ձեռից խլեցին այդ կապիտալը, լավ հասկանալով թե որտեղից էր դա եկել։ Բայց սա ուղղակի իմիջայլոց անցնենք առաջ։ Արդեն 20-րդ դարի սկզբին արդեն Բաքվում եւ այլուր տեղի ունեցող այդ արդյունաբերական կապիտալն էլ գլխատվեց արդեն բոլշևիկյան հեղաշրջման հետևանքով, կուլակաթափության եւ այլնի հետևանքով։ Այսինքն դուրս է գալիս, որ 20-րդ դարի սկզբին հայկական կապիտալը եւ հայկական համակարգն ամբողջությամբ գլխատված էր։ Եվ ինչ է դուրս գալու, որ հետ այդու հայկական որևէ ձևավորվող կապիտալ ենթակա է եւ կախյալ է հրեական վաշխառողական համակարգից։ Այսինքն չկա հայկական կապիտալ, կա ընդհանրապես հայեր, որոնք ունեն այս կամ այն կապիտալ, բայց նրանք կամ շատ լոկալ են, որոնք ազդեցություն չունեն, կամ ամբողջությամբ, եթե կարող են որոշակի առումով դերակատարություն ունենալ, միայն ծառայելով հրեական մեծ, այսինքն նրանց թույլտվությամբ, նրանց թողտվությամբ եւ նրանց վերահսկողությամբ։ Հետևաբար հայկական կապիտալը ինքը որպես այդպեսին չկա, չի կարող վերածել հայկական կապիտալի եւ միայն հայերի կապիտալն էլ կախված է հրեական կապիտալից։ Այսինքն այստեղ խնդիրը այո հրամայական է դառնում ձևավորելու հայկական համակարգ, ձևավորելու այդ համակարգի մեջ, այդ նոր ձևավորվող փիլիսոփայության մեջ, նոր ձևավորվող բիզնես իրականության մեջ, նոր ձևավորվող տնտեսական միավորների մեջ այդ հայկական կապիտալի գեներացիա, որը կարող է մրցակցել եւ ինչ որ միտեղ հաղթել եւ համաշխարհային տնտեսության մեջ ունենալ իր ձևաչափերով գեներացվող այդ նոր համակարգը, այդ նոր շրջանառությունը, այդ նոր հզորությունները։ Սա արդեն ուրիշ թեմա է, որի միջոցով եւ այս դեպքում այո, կարող է դրվել մեծագույն խնդիրներ եւ այդ մեծագույն խնդիրների հաջողության արդյունքով այո, կարող է նաեւ ունենալ համաշխարհային դաշտում նաեւ աջակիցներ եւ այլն։ Սա արդեն բայց ուրիշ թեմա է։ Այս առումով այո պետք է փաստենք, որ հայերի կապիտալը հայկական կապիտալու վերաճելու գերխնդիր կա, բայց այդպիսի կապիտալ ստեղծելու համար պետք է համակարգ եւ այն էլ նոր համակարգ, որը ինչ որ մտեղ հակոտնյա կլինի հրեական, վաշխառողական, այսպես ասած պարազիտային, անաշխատունակ եկամուտի այդ համակարգի։ Ավարտենք արդեն անհրաժեշտ ժամանակից էլ ավել են, ուղղակի մեկ բան շեշտադրենք մեր հետևորդներին, որ առաջիկայում արդեն դետալավորված բիզնես նախագծերը կներկայացնենք եւ մեր տեսությունները եւ տեսության զուգահեռ նաեւ մեր գործունեությունը ինքնանպատակ չէ եւ այնինչ տեղի ունենում արդեն դետալավորված կներկայացնենք, որպեսզի կարողանանք այդ համակարգը աստիճանաբար ձևակերպել։ Ուղղակի վերջնական բանաձևում է հետևյալում է։ Մենք բազմից շեշտել, որ հոգևոր պատերազմ է տեղի ունենում եւ առաջին հերթին հոգևոր դաշտում պետք է կարողանանք հաղթանակ տանել։ Եվ այստեղ հստակ է, որ Ստեպի ասված
եւ աստվածային նախաքննության օրգանացության առաջարժը։ Դա վերաբերում է նաեւ տնտեսական համակարգին եւ նորի ձևավորման առանցքը դա արտարությունն է։ Հետեւաբար արտարությունը ոչ միայն կառավարման համակարգում, արտարությունը ոչ միայն միջազգային հարաբերություններում կամ մշակութային տիրույթում կամ նոր հասարակարգի ու աշխարհակարգի հիմքում պետք է ընկած լինի, այն պարտադիր պետք է ընկած լինի տնտեսական հարաբերություններ։ Իսկ այդպեսին մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, այն արդիականացնելով, բերելով ժամանակակից շունչ, բերելով 21-րդ դար, բերելով ապագա, մենք կարողանանք վերականգնել արտարության համակարգը ամբողջապես եւ դուրս գալով այս աշխարհական համակարգից կարողանանք ձևավորել հայկական համակարգը, հայկական ազգային համակարգը իր մշակութացման, կառավարման եւ տնտեսական մոդելներով, որտեղ շահագործումը կբացառվի եւ հարստացիր, որպիսի հարստացնես կեղծ բանաձևի փոխարեն տիրապետող կլինի հարստացու, որ կարողանաս հարստանալ այս իրական արտարացի բանաձևը։ Այո, բացարձակապես համաձայն եմ ձեզ հետ, որովհետև եթե խոսում ենք նոր համակարգից, այն էլ հայկական համակարգից, դա միայն ու միայն պետք է խարսված լինի արդարության վրա։ Այն մեծագույն նպատակը, որի մասին խոսում եմ, որովհետև արդարությունը արդեն հայկական չէ միայն, արդարությունը համամարտկային նաև հասկացողություն է, եւ հենց այդ մեծագույն նպատակ, եթե կարողանում ես կայացնել հայկական իրականության մեջ, հետեւաբար այդ մեծագույն նպատակով հնարավոր է վարակել, ամբողջացնել, համամոլորակային իրականությունը, դրանով մարտահրավեր նետելով վաշխառողական անաշխատունակ այդ փողին, եկամուտին եւ կարողանալ նրանց այս մարտահրավերի մեջ հաղթել, որովհետեւ առանց արդարության այս հիմքի հնարավոր չէ։ Եվ հիմա խնդիրը գալիս է, ինչպես դուք ասում եք, վաղը միսօր եթե մենք առաջարկեցինք այս տնտեսական բանաձևերը, դա կախված է լինելու յուրաքանչյուր հայորդուց, ինքը որքան է խորապես գիտակցելու այս արդարությանը ծառայելու, հանուն այս արդարության իր բաժին հատուցումը, իր բաժին ժողովությունն անելու, բայց այդ ժողովության արդյունքում համընդհանուր բարիք ստեղծելու, այդ համընդհանուր բարիքի մեջ մասնակցություն ունենալու, ավելին այդ ամենի մեջ իր սեփական անընդհատորեն աճող օգուտը, եկամուտը, իր վաստակը, բառի ամենախոր իմաստով, արժե վաստակը ստանալու։ Այսինքն մենք ամբողջությամբ փոխում ենք բիզնես մտածողությունը, տնտեսության մեջ բարիք ստեղծելու մտածողությունը, եւ այս ամեն ինչը ազատագրում ենք վերջապես այս պարազիտային մակաբուծային այս վաշխառողական համակարգից, որն ամբողջ մոլորակն է ուղղակի պատել եւ ամբողջ մոլորակին է կեղեքում։ Բայց միայն այս հաղթահարման համար պետք է հասկանալ, որ չես կարող այս մեծ ծովահարեշին հաղթել, եթե ինքդ չես գնում մեծ եւ կուր համակարգեր ստեղծելու, իսկ նոր համակարգեր ստեղծելու համար, որպեսզի կարողանաս պայքարել եւ նրանք քեզ չխժռեն, որտեղ բիզնես համակարգերում նրանք քեզ խժռելու են, եթե իրենց տրամաբանության մեջ ես գործում, որտեղ նրանք միշտ հզոր են, որտեղ կապիտալով ուժեղ են, տնտեսապես ուժեղ են, ռազմապես ուժեղ են, իշխանապես ուժեղ են, բոլոր լծակներ ունեն քեզ խժռելու, մեկ օրում, մեկ ժամում խժռելու համար։ Քեզ կարող են միայն չկարողանալ հոշոտել մի պարագայում, եթե դու ինքդ ստեղծում ես կուր համակարգեր, կուր համակարգելու համար պետք է գալ այդ զիջողականության գիտակցությանը, որպեսզի մնացած բոլորի հետ կարողանաս անել։ Եվ սա անելու ես հանուն այդ արդարության հիմքի վրա, հանուն այդ արդարության կայացման եւ այստեղ որ այո կձևորվի հայկական համակարգ, որը կարող ենք նաեւ արտահանել եւ մոլորակային մասշտաբով կարող են կատարել այդ վերաֆորմատավորումը նաեւ տնտեսության մեջ։ Այսինքն արդարությունը ամբողջությամբ իր տեզերական չափություններից մենք պրոյեկտելով, բանաձևելով, ճանաչելով այդ հարթության մեջ բերում ենք, դրան պրոյեկտում ենք նույնիսկ մինչև տնտեսական հարաբերություններ եւ այդ տնտեսական հարաբերությունների վրա ձևավորում ենք հայկական ազգային արդարության հիմքի վրա խարսխված այս տնտեսական մոդելները եւ դրա համար ենք ասում եւ վստահ ենք եւ համոզված, որ այո արդարությունը հաղթելու է, այդ առումով եւ մեր ընդհանրապես այս կայքի բանաձևը եւ այս մեր հաղորդաշարի վերջաբանները, որ կհավերժի հայը, արդար հայը։ Կհավերժի հայը, արդար հայը, այսքանը մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։ Ինչ անել։ Հարց, որ հաճախ է հնչում այս ապարժեք քաոսում։
Պատասխանների փնտրտուքը յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20-ին Արդար IM-ի եթերում։